Գյումրիում քաղաքական գրքերը չեն հանդարտվում։ Մեր քաղաքախմբակցությունը ահազանգում է մանդատակողության մասին, մինչդեռ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում գումարված այսօրվա նիստում հիմք ընդունելով Գյումրու համայնքապետարանից այսօր ստացած պատասխան արձանագրությունը այն մասին, որ Գյումրու Ավագանու մեր քաղաքախմբակցության Ավագանու նախկին անդամ Կարեն Բադալյանի լիազորությունները դադարեցված են համարվում, ուստի հանձնաժողովը Ավագանու մանդատը Կարեն Բադալյանի փոխարեն հանձնում է Նարեկ Միրզոյանին։ Հիշեցնենք, որ Կարեն Բադալյանը դիմում էր ներկայացրել մանդատից հրաժարվելու մասին, հետո փոշմանել ու եւս մեկ անգամ դիմում ներկայացրել, որ ուզում է պարզապես խմբակցությունից դուրս գալով մնալ անկախ Ավագանի ու դիմել էր նաեւ դատարան լիազորությունները վերականգնելու համար։ Բադալյանի հայցը վարչական դատարանում է։ Արդյոք դատարանի որոշումը որևէ փոփոխության չի հանգեցնի Ավագանու կազմում կամ նույն մանդատը հետ չի վերադառնա Միրզոյանից Բադալյանին, Տիգրան Ղազարյանը պատասխանում է։ Օրենքի մեջ ասեցի, օրենքի մեջ ոչ գրած է իրավունք ունի հետ վերցնել, ոչ է գրած է իրավունք չունի հետ վերցնել։ Ուղղակի գրած է 7 օրվա ընթացքում քաղաքապետը արձանագրություն է կազմում, կազմելուց հետո 7 օրվա ընթացքում ինքը կարող է առաջ օրը, այնպես է գրած, որ այդտեղ կարող է առաջ օրը կազմի, կարող է վերջի օրը կազմի։ Կազմելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում պետք է ուղարկի մեզ։ Մենք է 7 օրվա ընթացքում պետք է հերթական համարին մանդատ տանք։ Հիմա եթե տարընթերցումներ կա օրենքի, այդ հարցերը լուծվում է դատական կարգով, դա մեր տիրույթում չի։ Մենք մանդատ տվող ենք, մենք մանդատ վերցնող չենք։ Մանդատը հետ պահանջելու իրավունք Կարեն Բադալյանը չունի, նշում է մեր քաղաքախմբակցության ղեկավար Լիզա Կասպարյանը։ Այն երկրորդ օրվա որոշումը, որ արդեն համայնքապետը 22-ի ապրիլին արել եւ ուղարկել է, վերջ դրանից այն կողմ արդեն չկա նախկին Ավագանու անդամի մանդատը այլևս չի գործում եւ այստեղ մնում է զուտ պարզ ֆիզիկական ինչ-որ գործողություն։ Իրենք համոզված են, որ իրավիճակի հակառակ կողմում քաղաքական միտում ու ճնշումներ կան մեր քաղաքախմբակցության Ավագանու 5-րդ համարի հանդեպ։ Բնականաբար ճնշումներ եւ այլն քաղաքական թեմաներով ճնշումներ եղել են այդ ամենը, բայց այն, որ իհերախոսը անհասանելի է եղել եւ որևէ կերպ նա մեզ հետ կապ չի հաստատել եւ այլն, դա հաստատել մինչեւ այս պահը։ Լիզա Կասպարյանը նշում է, որ բոլոր խմբակցությունները պետք է վախենան այս երևույթից, քանի որ իրենք էլ ապահովագրված չեն։ Նախադեպը դրվեց եւ հենց եթե սկսվել է կապ չունի որ ֆրակցիան է, եթե սկսվել է մեր ֆրակցիայից, ուրեմն մենք պիտի գյումրիերեն ասած դեմն առնենք, որպեսզի որ չհամարձակվեն անցնել մյուս ֆրակցիաներ, որովհետև մեզանից հետ կա եւս 5 ֆրակցիա եւ էլի 3-ի մեջ տասնյակ մարդիկ կան եւ ոնց է լինի, ինչ որ ձևով, ինչ որ մեկի մոտ անձնական կարգի խնդիր, ինչ որ խնդրեմ կգտնեն, որ մարդը վեր կդասի ամեն ինչից եւ կունենանք այն ինչ ունեցանք մենք Կարեն Բադալյանի։ Հիշեցնենք, որ մեր քաղաքախմբակցությունը վաղ առավոտից թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում էր, որտեղ միայն օրվա երկրորդ կեսին հայտարարեցին, որ նիստ կգումարվի։ Հաշվի առնելով Գյումրու համայնքապետարանից ստացած պատասխանը, նախորդին եւս նիստ էր գումարվել, բայց այն չէր համարվել փակված, որովհետեւ հստակ որոշում չկար համայնքապետարանից, ուստի մանդատ տալու որևէ հիմք չուներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը։